Շնորհակալ եմ։ Եղոյանից հետո մի քիչ դժվար է արդեն ելույթ ունենալը, անկեղծ լինեմ։ Հա, չէ, տենց։ Լավ, չէ, իրականում ես Տիկին Կյուրեղյանը բռնապետիկ էր ման գալիս, այսօր վառ բռնապետիկի օրինակն եմ ուզում բան անեմ։ Ուրեմն, չէ, բռնապետի որդի բռնապետիկ է, էլի։ Ուրեմն, երբ որ ինքը պետք է ելույթ ունենա, ինքը 1000-ից մեկ հայտնվումաստ է, բայց երբ որ ինքը պետք է ելույթ ունենա, հələ խմբակցությունից մեկը բացակայի դահլիճից։ Երբ որ խմբակցությունը իրանց սենց լուրջ դեմքերով սենց հավաքված, ստեղ սաղ սենց նստած են պատրաստ բան, ուրեմն այդ օրը բռնապետիկը պետք է ելույթ ունենա։ Ուրեմն հետո ինչ է տեղի ունենում։ Տենց ելնում է գալիս է բռնապետիկը ստեղ, ու սկսում է մի դերասանի թատրոն տեսել եք, չէ՞ որ երկու դեր է մարդը տանում։ Ու ինքը տանում է մի դերասանի թատրոն, մի կողմից ասում է, ախ, քաշեցին, խփեցին, վերքերս, արա, այնտեղ ինձ խոշտանգում են, մի կողմից ուժեղ տղա է, ելնում ասում է, «Էտո մասիր համբալ, արա»։ Ու սենց ես ուզում եմ հասկանալ վերջ որ դերի տակ է ինքը վերջացնելու։ Բայց ստեղ այդ չի հարցը, էլի։ Նախ առաջին հերթին ինքը ստեղից որ ելույթ է ունենում, մեր նյարդերը լարվում են։ Որովհետև երբ որ ինձ հարցնեն, թե ամենավատ բանը, որ հայրը որդու հանդեպ կարա անի, օրինակ, կարած բերես, հա կարամ բերեմ, այդ Ռոբերտ Քոչարյանը իր որդու հանդեպ արը։ Երբ որ ուղարկել է ստեղ իր արած մեղքերը մաքրելու, երբ որ գալի կանգնում է ստեղ որպես մարտի 1-ի մեղավորի որդի, ու մարտի 1-ի զոհի քրոջը կանգնում ինչ-որ բաներից է խոսում, բռնություններից է խոսում, չգիտեմ ինչերից է խոսում։ Դրանից բադ բան եք ուզում, որ հայրը իր երեխու նկատմամբ անի, հա։ Ախր մի քիչ բան ունեցեք, այդ կոնկրետ մեր նյարդերի վրա եք ազդում դրանով։ Իրականում մեր նյարդերի վրա եք ազդում։ Երբ որ դու գալիս ես այդպես թեթև քո քաշքշոցներից ես ստեղից խոսում, այդպես բիլակներով բան։ Ես իմ միար ընկերներին եմ Արունոտ հիշում։ Հա, Արունոտ։ Ու մի քանի ընկերներին։ Ու քո հայրիկի ժամանակ ու քո հայրիկի քաղաքական սանիկի հետագա գործունեության ժամանակ, երբ որ բան տոնածառ դնելու համար էին բռնում տանում, թղթից տանկ քշելու համար բռնել տարել դատում էին։ Թղթից տակ, ասենք մեր արտակներ թղթից տանգը սարքելա, պրոսպեկտով իչ է գնացել է ԱԱԾ-ի դեմը։ Օ տեսեք, հեղափոխության փորձ են կանխել։ Էդ էիք, քաշելով տանում, ծեծում, մարտի 1-ից ընդհանրապես մի խոսացեք, մի քիչ ասենք բանում բարոյականություն ունեցեք, ժողովուրդ, ասենք չի կարելի, էլի, ասենք դե ոնց կարաս գաս խոսած դրանից, ոնց կարա հանցագործը գա կանգնի ստեղ ու իր զոհից խոսա։ Այդպես ոնց կարա լինի։ Ու խոսա ինչի համար, խոսա որ բան պահի, իրանց ունեցվածքը պահեն, խոսա նրա համար, որ հելնի հասնի ստեղ, ու ասի գիտեք 4 միլիարդ չի իմ ունեցվածքը, դրանից մի քիչ անենց որ ես սուրբ եմ էլի, բայց մյուս բանը ստեղ արձանագրվեց, ուրեմն ինչ են անում այս մարդիկ, քանի որ մենք թույլ չենք տալի այդքան իջնենք, որտեղ այդքան իջնել մի քիչ հնարավոր չի, չգիտեմ, կա տենց բան, որ տենց արագ կարանաս կարճ ժամանակում իջնես այդ մակարդակի, եկավ ինչ հայտարարեց, ասում այս մարդուն ասում ենք թուրք ու դավաճան արդեն ընդունում է։ Ինչ է ուզում, այսինքն իրանք գալիս են ստեղ, սկսում են իրանց վատ պահել, դե մենք չենք իջնում այդ մակարդակի, դե մենք փորձում ենք ժողովրդավար լինել, բան, օպա, գնանք արձանագրենք, այս մեկը ընդունեց։ Այ որ ասում ենք, բան, կոռուպցիոներ, չի կարում ընդունի, բայց մենք տեսեք ինչ խելոք ընդունում ենք։ Հա, որովհետև դու բան անելու, ինչ են, հետադարձելու բան էլ չունեք։ Այդ ինչ ձևանեց բան էլի, հա, եկել էր ստեղ իբր բանը պատասխանը ստանալու տղայական։ Պատասխան ստացողը, հետո երբ որ եղավ այս ամեն ինչը, չէր փախկվի Հայաստան Դաշինքի ամենավերջում ու ունդեղից հայոյանքներ հոխորտար։ Կին պատգամավորների նաև, բայց ես չեմ ուզում տենց սեռական խտրականություն դնեմ։ Չէ, ես մեկա չեմ դնելու, որովհետև կարծում եմ, որ կանայք այնքան պատասխանատու են, ինչքան էլ իրավունքներ ունեն, հենց որ այդտեղ տարբերություն չկա, բայց այդ օբշի sense բռնապետիկի այս սցենարը սպանում է, էլի ասեն, sense բոլորով գալի նստում են, ինքը գալիս աստեղ, հա ու ինչ տեղի ունեցավ մինչև այդ քաշքշուկը։ Ուրեմն ֆրացել եմ Հայաստան Դաշինքի պատգամավորներին, ասեմ ժողովուրդ, հնչեցվել է ֆիզիկական սպառնալիք։ Պատասխանը 3 բավական չափ հասուն պատգամավորների կողմից, հա, մի քիչ կար, հա, մի քիչ էլ սենց էլի, դե բա եթե խոսում ենք ֆիզիկականից խոսանք, բան, հետո երբ որ ելնում է հետևանք, հիմա տեսեք ինչ կանեն դրսում, բա հասեք, փրկեք, եկա, հիմա հաջորդ ելույթը իրա էլի լինելու է այդ, տարան, բռնին, քերին, ցավացրին, ստեղս մի քիչ բան եղավ, ընդեղս, այդպես չի լինում։ Մենք ցույց տվեք մեզնից այս ամբյոնից ով է հել է խոսացել այն ժամանակներում, որ չեք, դուք մենք հիշում եք մեզ ինչ էիք անում։ Այն ժամանակներում ձեր արածներից մեկը անձնական խնդրով հելելա ստեղից խոսացել, հա։ Չի խոսացել, որտեղ այս ամբիոնը ձեր անձնական վերքերի մասին խոսալու համար չի։
ֆիզիկական վերքերի էլի նկատի ունեմ։ Յամուտ կամ այնձև պահեք, կամ այնձև պահեք, բայց հա, դու տալիս ես պատասխանը քո հոր արարքների, բայց ոչ թե նրա համար, որ դու իր որդին ես, որովհետև ոչ մի որդի իր հոր համար պատասխանատու չի, այլ հայրդ քեզ չխղճալով կարգել է քեզ իր քաղաքական հանցագործությունների պատասխան տվող է այստեղ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։